8 տարեկան էր Ռաքելը, երբ բռնեց Աքսորի ճանապարհը։ Դիարբեքիրից պոլիս եկող Մեհմեդ Ռեշիդ Բեյը իր հետ բերում է 50-ից ավելի հայ դեռատի աղջիկներ, թուրք ծանոթներին նվիրելու համար։ Այդ աղջիկներից մեկը Ռաքելն էր։ Ռեշիդը թուրք բժիշկ, որը հայերին ներկայացնում էր որպես վտանգավոր մանրեներ։ Ռաքելի փրկությունը հնարավոր դարձավ պոլսեցի հայ դերձակուհու շնորհիվ, ով հաճախ էր լինում Ռեշիդի տանը։ 1918-ի զինադադարից հետո, երբ Ռեշիդը ձերբակալվեց, Սրբուհի Գրիգորյան անունով հայ դերձակուհին հարմար պահի Ռաքելի հետ փախավ այդ տնից։ Աղջկան տարավ իր տուն։ Առաջին բանը, որ ուզում էր Ռաքելը, խաչն էր ու գնալ եկեղեցի, թողության։ Սրբուհին սարսափով է գրի առել փոքրիկ աղջկա պատմությունը։ Տարիներ անց Ռաքելը նշանվում է ազնվական ընտանիքի որդու հետ։ Ցեղասպանությունից փրկված այս աղջիկը իր մնացյալ կյանքը ընտրում է ապրել Ազատուհի անունով։